Որ Անահիտ Ավանեսյանը պարային խմբի անդամներից է, տեղյակ եք այլ ՔՊԱ-ականներ եւս պարային խմբից կլինեն։ Չէ, տեղյակ չեմ, անկեղծ ասած, հասկանում եմ, դες փորձում եք մի քիչ հումորային բանի տանել, բայց դուք հասկանում եք, չէ՞ որ նախարարին տարօրինակ է տեսնել, ինչ որ երաժշտական։ Ես հասկանում եմ, որ ձեզ համար նախարարին տարօրինակ է տեսնել, օրինակ բացի գողությունից այլ բան անել, որտեղ երբ որ երեք դուք Ռոբերտ առողջապահության համակարգը ներդնում եք բազմաթիվ հազար ներողություն եմ խնդրում, որ անձնավորում ձեզ, ես նկատի չունեմ անձամբ ձեզ, էլի, այդ թվում ինձ, այո, տարօրինակ է ինչ որ առումով տեսնել, որ նախարարը բացի գողանալուց կարողանում է նաև ապարել, հասկանում եք, որտեղ երեկվային անձնավորության ասուլիսին որ գնացել եք, իրանց նախարարները այո, ապարելու ժամանակ քաղաքացիների հետ այդ թվում ապարելու ժամանակ չունեն, որտեղ ավելի կարևոր գործով էին զբաղված, որովհետև լրացել էր գուցե ինչ որ մեկի մի ամիսը, որ ինքը նոտար չի գնացել հերթական իր տունը գրանցելու համար։ Դե պարզ է, կարող է եւ նաև ձեր համար տարօրինակ թվա, ինձ համար տարօրինակ ոչ մի բան չկա եւ երբ որ փորձում ենք այնպես պիտակավորումներ տալ, այդ թվում մեր ընդդիմությունը, դուք հասկանում եք, որ մեր երկրում առնվազն մի քանի տասնյակ հազար երեխաներ բարի են գնում այս բանը։ Եվ երբ որ այդ ուղերձ տալիս ենք ապարել, այդ մարդկանց մոտ ինչ ենք ուզում ձեւ, որ ապարելը այդ ինչ որ մի հատ ծիծաղելու բան, հա։ Մենք ընդհանրապես գրաֆիկն ենք ասում։ Նախարարը այդքան ազատ է, որ կարող է գնալ ապարել, համույթի հետ փորձեր անել, այն դեպքում որ ամեն օր խոսում եք նույն մի բանն է վերցնում, առողջապահական համակարգի ներդրման համընդհանուր բազմաթիվ խնդիրների մասին։ Այսինքն այնքան ազատ է, որ այդքան ժամանակ ունի, դա է ամբողջ խնդիրը։ Իսկ երբ է գնալու։ Ինչ է երբ է գնալու։ Երբ է գնալու այդ միջոցառմանը մասնակցի։ Որ ժամին ասենք։ Չգնաց, ես չգիտեմ երբ է գնում, հարցը դրա մասին չէ, հարցը այն է, թե Դե հարցին ձեր պատասխանում, իսկ կարող է երեկոյան 21:00-ին է գնալու, որտեղ օրինակ այդ մարդը ունի ազատ ժամանցի կամ իր հանգստի իրավունք։ Հիմա աշխատանքային ժամը առողջապահության նախարարը եկել է այս սենյակում, պատասխանում է պատգամավորների հարցերին, եւ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին մի քանի տասնյակ թոշակառուներ ստացել են 4 միլիոն դրամ եւ ավելի առողջապահական ծախսերի փոխհատուցում, մի բան, որը մենակ Ռոբերտ Քոչարյանը իրան կարող ժամանակին թույլ տար։ Ոչ մի թոշակառու Ռոբերտ Քոչարյանի ժամանակ անգամ չէր կարող երազել, որ ինքը 4 միլիոն դրամի անվճար օգնություն կստանա, հասկանում եք։ 12 միլիոն դոլար միայն այս ամիս ուղղվել է թոշակառուների մինչև երեկվա դրությամբ կատարված ծախսերը։ Եվ Անահիտ Ավանեսյանը այո աշխատանքային ժամին այստեղ ներկայացնում է իր կատարված աշխատանքը։ Կան թերություններ, իհարկե կան, լսեք մեր այդ թվում մեր հարցադրումները եւ կտեսնեք, բայց սա նոր համակարգ է եւ մենք հասկանում ենք, որ միանգամից դուք թիվը լսեցիք, հունվարի 1-ից 1.550.000 մարդ Հայաստանի Հանրապետությունում ապահովագրության շահառու է։ 1.5, այսինքն մեր բնակչության կեսը այս պահին այդ ապահովագրության համակարգի մաս է եւ ես շատ ուրախ եմ, որ միջև այս պահը համենայն դեպս միակ եթե այդպես ասեմ, հա, որոշակի մտահոգությունները կամ դժգոհություններն նաև որ գուցե որևէ դեղի համար որ փոխհատուցում է տրվել, քաղաքացին դեռ պետքա մի քիչ էլ ավելացնի, բայց եկեք ընդունենք, որ հունվարի 1-ից առաջ դեկտեմբերի 31-ին այն քաղաքացին, որ օրինակ 36000 դրամ ստացել է դեղի գումար եւ եւս 3000 կամ 10000 դրամ ավելացրել է, որ այդ իր ուզած դեղը առնի, դեկտեմբերի 31-ի դրությամբ այդ հնարավորությունն է չուներ, ինքը իր ամբողջ թոշակը պետք է տար։